Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Արման, մի բան ասեմ, բայց չգիտեմ կուրախանաս, թե կջղայնանաս։ Գիտես, մեր համար շամպայն եմ պատվիրել։ Հա, ճիշտ է, ուրիշ աղջիկներ, երբ որ տանից փախնում են, լարվում են, նեղվում են, բայց ես տենց չեմ։ Ես հիմա շատ ուրախ եմ, ու այնքան ուրախ եմ, որ չեմ կարա բառերով նույնիսկ ներկայացնեմ քեզ, թե ես այսօր ինչքան ուրախ եմ։ Երբ ես գալիս։ Դու ես ինչ ես անում իմ հետ։ Գործդ պրծել ես, հիմա էլ անասանելի ես։ Լավ չեմ հասկանում, դու ինչ տեսակ մարդ ես։ Ուրիշները հեր են ունենում, կողքներին ա լինում, ես ավելի լավ էր իմանայի, որ չկաս, ավելի լավ էր չճանաչեի քեզ ընդհանրապես։ Լավ չեմ հասկանում, ես ինչքան պետք է քո փոխարեն պատասխան տամ։ Դու եկել էիր իբր Սարոյաններից վրեժ լուծեիր, բայց անընդհատ ինձ ես վատություն անում։ Կասես իմանամ, ես ինչքան պետք է պատասխան տամ քո փոխարեն։ Էլ կողուր ես։ Չկա էլ կան։ Արիգոնե դուրս գանք, փնտրենք, չգիտեմ, մի բան անենք։ Բա մաման ուրա։ Դուրս ա եկել, ինքն էլ չգիտի որտեղ ա փնտրելու, բայց տանը նստել էլ չի կարողանում։ Արի մենք էլ ինչ-որ բան անենք։ Դու գնա, ես կանեմ։ Միասին կգնանք։ Չէ, սա իմաստ չկա, եթե ուզում ես դու դուրս արի։ Լավ։ Դու ինձ ուրիշ տարբերակ չես թողնում, բաբա։
Ուր էիր Ձյաննա։ Հա? Քեզ հետ եմ, ուր էիր տենց վազում հետ էիր հանդիպման։ Խոսա։ Ձյան ինչ եղավ, զարթնի հələ։ Ձյաննա։ Արման, նստի։ Նստի։ Մի քիչ էլ ուշանայիր, քեզ ուտելու ոչ մի բան չէր մնալու, գիտես, չէ՞։ Ավարտեցիր կիսատ գործերդ։ Հիմա ինչ ա եղել։ Ինչ-որ բան ա եղել։ Արման, ինչ ա եղել։ Արման։ Արման, ես չգիտեմ ինչ ա եղել, բայց ինչ էլ լինի, մենք միասին կհաղթահարենք, հա։ Ոչինչ չէ, որ ես լցնեմ։ Այսօր մեր համար շատ կարևոր օր է։ Ինձ թվում է, մեզ չի խանգարի մի քիչ խմելը։ Չնայած չէ։ Դու մեքենա ես վարում, քեզ պետք չի, որ դու խմես։ Ես մենակով կխմեմ, վերցրա։ Մեր երջանկության կենացա։ Մենք այսօր շատ կարևոր որոշում ենք կայացրել։ Հիշում ես, չէ՞, դու չես խմում։ Լվացվեմ գամ։ Համարն այս պահին անհասանելի է։
Ձյան, զարդն էլ է, ձյան։ Քեզ ինչ եղավ է։ Ձյան։ Ահա, լխմ ես, խմի։ Ոնց ես, չէ, ես բժիշկ եմ կանչում այսը։ Չէ, ոչ ոքի մի կանչի, խնդրում եմ։ Ով է քեզ այս վիճակին հասցրել։ Այդ լակոտիներ գնաց է տեսնեիր։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, ասա մի հատ։ Հա, ուր էիր։ Միսակի մոտ էի գնացել։ Միսակի, հա։ Չնայած ինչի համար եմ զարմանում։ Անդադ ուզում եմ գոնե մի քիչ մարդկություն մեջդ գտնեմ, ասում եմ լրիվ ինքնասիրությունդ չես կորցրել, բայց էլի մի հատ տնենց բան ես անում, որ չգիտեմ ես քո հետ ինչ անեմ։ Ոչ էլ այն այդ Միսակի գիտմռութը ջարդեմ, որտեվ դա քո ընտրությունն է, դու մեծ աղջիկ ես։ Դու ես ընտրել այդպես, ոչ էլ ինքը քեզ ինչ որ բան ա ստիպում։ Արդեն զզվել եմ այս խոսակցությունից։ Գոլ։ Միսակին էլ կյանքում չես տեսնի։ Ոչ էլ կլսես։ Ինչ ա եղել, Ջաննա։ Ինչ ա եղել, Ջաննա, ասա, պատմի։ Հա։ Խոսա, այ աղջիկ։ Ացելակոր։ Դու ոչ մեկից չխղճացիր, պապ, ու ինձ էլ ուրիշ ելք չթողեցիր, կներես։ Բարև Գայանե։ Պարոն Սարոյանը տեղում չի։ Համով բաներ եմ չէ պատվիրել։ Ես շատ եմ սիրում այս ուտելիքները, մի քիչ շատ է, ճիշտ է, բայց ոչինչ։ Վերջ չաղանալու եմ, ես չաղացել եմ։ Գիտես, ես այսինց կարող եմ սարքեմ։ Արման, մի բան կեր էլի, ոչ ման չես ուտում։ Արման, լսի, բա որ գնացիր գործերդ հետո, ինչ արեցիր, մի անգամ իշտեղ է շեկե։ Արման։ Ինչ։ Չես լսում ինձ։ Մի ժամը քո հետ եմ խոսում։ Դեմքիս ես նայում, գիտեմ լսում ես։ Դե ապրես։ Կլինի գնանք։ Լավ չես զգում քեզ։ Չէ, մի տեսակ օդը չի հերիքում։ Ոչինչ, չէ որ գնանք։ Հա։ Հաշիվը փակեմ, միջև կգաս։ Սխալ թղթապանակ ես բերել, սա մի անգամ արդեն նայել եմ։ Վայ, չեմ նկատել, հիմա գնամ այս շաբաթվանը բերեմ։ Չէ, նստիր, հարկավոր չի։ Ինչի ես այդպես մտահոգ։ Գոռնա պատճառը։ Գորի մասին չեմ ուզում խոսել։ Լավ, ոնց կուզես։ Ելքան դեռ չի եկել։ Չէ, բայց եսա կգա երևի։ Դու խոսի, ես գնամ այս շաբաթվա հաշվետվության թղթապանակը բերեմ։ Լավ։
Ալո, Պարոն Սարոյան, բարև ձեզ, Հովանյանն եմ։ բարև, անկեղծ ասած զարմացած եմ, գիտես, մտածում էի, որ այդ հյուրանոցի թեման վաղուց պիտի փակված լիներ, գոնե այս պահին։ Հյուրանոցի դեպքի համար չեմ զանգել, ուրիշ դեպք ա տեղի ունեցել։ Ինչ ա պատել։ Պարոն Սարոյան, ձեր փեսային Միսակին վերջին անգամ երբ եք տեսել։ Մի քանի օր առաջ, ինչ ա պատել։ Մի քանի օր առաջ դուք միասին չեք ապրում։ Չէ, արդեն բավականին ժամանակ է նա առանձին է ապրում, բայց ինչ ա պատահել, ինչ ա արել Միսակը։ Ոչ մի բան չի արել, եթե կարելի է այդպես ասել։ Կարող ես ավելի պարզ ասել, ավելի պարզ խոսել, ինչ ա եղել։ Այսօր ձեր փեսայի դին են հայտնաբերել։ Միսակը մահացել է։ Ռեբեկան էր զանգել, ասեց, որ Միսակին ապընտրում չի կարողանում գտնել, ինձ խնդրեց, որ ես մանգամ գտնեմ Միսակին, գնացի Միսակի մոտ, դուռը ծեծեցի, ոչ ոք չբացեց, դուռը դրսից փակ էր, բայց ես բանալի ունեի, դուռը բացեցի ու… Այսինքն ինքը ներսում էր, բայց դուռը դրսից փակ էր։ Ինքը ներսում էր ու մահացած կոր։ Ինչքան հասկացա երկար ժամանակ այդ վիճակում էր եղել, շատ երկար գոր, տենց հասկացա։ Որ էր չես պատկերացնում այդ ինչ տեսարաներում, մինչև իմ աչքից առաջը չեմ կարողանում մոռանալ։ Որ տեսարաներ գոր։ Ինչ որ մեկին ասել ես դրան։ Չէ, ոչ մեկի չեմ ասել։ Մենակ կարողացա ոստիկանություն զանգել։ Ես վախենում եմ։ Շատ եմ վախենում, գոր, շատ եմ վախենում։ Դե հանգստացի վերջ։ Մի վախեցի։ Ով արել գոր, ով։ Վերջ դե հանգստացի։ Հիմա ես ինձ ու քեզ վերջին հնարավորությունն եմ տալիս, պապա։ Խնդրում եմ, փրկի, ինձ էլ, քեզ էլ։
Եթե ես քեզ ձեն չտայի, դից գնալու էիր, հա, քայլելով։ Գներես։ Արման, ի՞նչ է քո հետ կատարվում։ Ոնց որ աշխարհից վերացած լինես, ինչ գնացել ես քո հետ գործերով հետ ես եկել, ինչ անում եմ տրամադրությունը չի բարձրանում, չգիտեմ էլ ինչ անեմ։ Էլկա, մենք խոսելու բան ունենք։ Ես քեզ բան պետք է ասեմ։ Ուղղակի չգիտեմ ոնց ասեմ։ Արման, եթե կարևոր գործը տեն ա եղել, որ գնացել ես պապիկին տեսել ես ու հիմա եկել ես ու չգիտես ինձ ոնց ասես, որ ես հետը չեմ գալու, ուրեմն մի ասա ոչ մի բան, որովհետև ես քո հետ գալու եմ, ես քեզ մենակ չեմ թողնելու։ Էլկա, կթողնես խոսեմ։ Արման, եթե էդ ես խոսելու, չէ, չեմ թողնի, որովհետև չեմ ուզում լսամ։ Էլկա։ Արման, լսի ինձ։ Ես քեզ խնդրում եմ։ Մի թող, որ մեզ բաժանեն։ Ամեն ինչ արա, որ մեզ չբաժանեն, խնդրում եմ քեզ։ Ես գիտեմ, եթե մենք հիմա իրար հետ չգնանք, հետո էլ միասին չենք լինելու։ Ես առանց քեզ չեմ կարա։ Դու առանց ինձ կարաս։ Արման, շատ եմ խնդրում։ Ինձ առանց քեզ մի թող։ Ինչ է նշանակում Միսակի տին են գտել։ Ոնց է մահացել։ Ինչ պայմաններում։ Ավտովթարը դժբախտ դեպք։ Վերջնական եզրակացությունը չկա դեռ, բայց նախնական վարկածով սպանություն է։ Սպանություն։ Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել։ Դեռ հանգամանքները բարձելու փուլում ենք, բայց մի ուրիշ կարևոր բան ունեմ ձեզ ասել։ Ասա, լսում եմ։ Դեպքի վայրում ձեր վարորդի Արմանի անձնագիրն են գտել։ Ում։ Արման Հովանեսյանի։ Պապի լավ չես քեզ զգում։ Պապի։ Չգիտեմ, ինչ ա եղել, պապի լավ չի, ոնց լավ չի։ Ինչ-որ բան պետք է փոխանցեմ, երբ որ պարոն Սարոյանը գա։ Չէ։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Ավելի լավ կլինի ինքդ քեզ օգնես։ Կներես։ Արի դու հիմա մի խոսի։ Ուղղակի լսի, թե ես քեզ ինչ եմ ասում։ Ես գիտեմ, որ դու շատ բանից ես տեղյակ ու շատ բան գիտես։ Ամեն դեպքում բոլորս լռելու պատճառ ունենք։ Ես վստահ եմ, որ քո պատճառը արդարացում ունի։ Բայց հիշի մի բան, որ յուրաքանչյուր գաղտնիք վաղ թե ուշ բացահայտվում է։ Դու երիտասարդ աղջիկ ես Քահանե, ու քո վրա շատ մեծ բեռ ես վերցրել ու քաշ տալիս։ Ես վստահ եմ, որ եթե դու հիմա խոսես, պապիկը քեզ կհասկանա։ Ես չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։ Մենք երկուսը շատ լավ հասկանում ենք, թե ես ինչ նկատի ունեմ։ Ուղղակի կխոսես դու, թե կլռես, դա քո որոշումն է։ Լավ մտածի։ Հավատս չի գալիս։ Խելագարվելու բանը։ Ոչ մի կերպ չենք կարողանում այս քաոսից գլուխ հանել։
Բայց ես չեմ հավատում, որ Արմանը կապ ունի այս ամեն ինչի հետ։ Այդ դեպքում անձնագիրն ինչ գործ ունի այնտեղ, հա? Չգիտեմ, բայց Արմանն այդ մարդը չի։ Ինքը հաստատ մարդ չէր սպանի։ Ահա որ այնինչ եղել է։ Բայց ամենաահավորն է նա, թե ոնց պիտի երեխեքիս ասեմ այս մասին։ Ախ, Աստված իմ, ես ինչ որ անեց քա չեմ հասկանում։ Փաստորեն երկու երեխեքս էլ կորցնում են իրենց հորը ու այն տղաներին ում սիրում են։ Ամենայն դեպս պետք չի Արմանի դեմ դրամադրվել։ Հասկանում եմ, որ անձնագիրը հենց այնպես չի այնտեղ հայտնվել, բայց դրան ինչ-որ բացատրություն պիտի լինի, չէ՞։ Չգիտեմ։ Ես իմ ամենակ Ռեբեկայի եկայի մասն եմ մտածում։ Էլկան ու Ռեբեկա։ Էլկան ու Ռեբեկա։ Արման, ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ինձ լավ չեմ զգում, հեսա կգամ։ Ինչի բայց։ Ինչ անեմ քո համար։ Բան չէ, նստի ավտոն հեսա կգամ։ Բաբ, ես արեցի հեն ինչից ամենաշատն էի վախենում։ Պետքա որ այդ ամենից հետո ավելի թեթևացած ինձ զգայի, չէ։ Բայց պարզվում է ծնողին մատնելը ավելի ծանր բեռա, քան այդ ամենը թաքցնելը։ Դու ինձ խոստացել էիր, որ ամեն ինչ կասես։ Բայց ոչինչ չարեցիր։ Դու կարող էիր փրկել իմ Վահեին, բայց չարեցիր։ Իսկ հիմա ես քեզ չեմ կարող թողնել, որ դու դժբախտացնես Էլկային։ Ես էլ քեզ հետ միասին։ Պապին շատ շուտով կիմանա ամեն ինչ։ Բայց ես չգիտեմ այդքանից հետո ոնց եմ ապրել։ Ոնց կարա ապրեն երեխան, ով իր ծնողին մատնել։
Պարոն Սարոյան, ձեր բացակայության ընթացքում ձեր փաստաբանն էր զանգել, ձեզ էր հարցնում։ Իմ բացակայության ժամանակով ա եղել իմ կաբինետում։ Ռեբեկան։ Պարզ։ Դա։ Պարոն Սարոյան, դուք տպարանում եք, հիմա կարող եմ մոտենալ։ Արի։ Լավ։ Ազատ ես։ Մամ։ Մամ։ Քեզ է սպասում, բալես։ Ինչ որ նորություն կա Էլկայից։ Չէ, բալես։ Դեռ չէ, բայց ինչ է լինի հաստատ տուն կգա։ Ինչ ես տենց վստահ։ Կարող է Արմանի հետ է, կարող է որոշելա բոլորից հեռու երջանիկ լինի։ Գոնե ինքը երջանիկ լինի։ Բալես, մենք պիտի խոսենք։ Մամ, խնդրում եմ էլի կլինի հիմա չէ։ Այսօր սարսափելի ծանր օր եմ ունեցել ու ուզում եմ մենակ մնամ։ Ռեբեկա, հիմա պիտի խոսենք։ Խոսքը հորդ մասին է։ Զանգել ա մամ։ Խոսացել ես պապայի հետ։ Բալես, խնդրում եմ լս ինձ։ Ես գիտեի, որ պապան կհայտնվի, պապան չէր կարա ինձ թողեր այս վիճակում։ Ասա խոսելա, պապին զանգելա, ասելա ամեն ինչ, մամ։ Մամ, ասա, զանգելա։ Պապա դել չկա։ Այսինքն չկա։ Մահացել է։ Մի քիչ առաջ ոստիկանությունից զանգեցին, ասեցին, որ Միսակի մարմինն են գտել, բալես։ Չէ, ոնց մահացել է, մամ, ինչ ես խոսում։ Չէ, հնարավոր չի, մամա։ Հանգստացի, Մամի, ինչ ես ասում, ոնց է մահացել, ոնց կարա մահանա, պապան չի կարա։ Մամ, հանգստացի, աղջերս, Ռեբեկա, բալես։ կպի։ Ռեբեկա, հանգստաց։ Սարա! Սարա, ջուր բեր։ Սարա, արագացրու ջուր բեր։ Ռեբեկա, հանգստացի, Չի կարա տենց մամլինի, չի կարա պապան մահանա, չի կարա ինձ մենակ թողես, մի արա։ Դիակը 2 օր այդտեղ ա եղել։ Ոստիկանություն մի կին ա զանգարել ու ասել ա, որ դիակը հայտնաբերել։ Բայց լավ վիճակում չի եղել, չի հայտնելով է։ Ուղղակի ասել ա, որ դիակը հայտնաբերել։ Չեմ հասկանում, դա սպանություն է։ Դա չէր կարող մարդը ի վերջո սայթակեր ընկնել ու Դե հիմա քննություն ա ընթանում։ Այդ կնոջը կհայտնաբերեն ու կհրավիրեն բաժին ցուցմունք տալու։ Պարզ է, իսկ Արմանը։ Արմանի հետ կապված էլ ասեն, որ նրա անձնագիրը գտել են Միսակի թաքստոցում։ Ու այստեղ որոշակի անճշտություններ կան։ Օրինակ։ Դե Արմանը միշտ իր անձնագիրը իր մոտ ա պահել։ Հիմա այն հայտնվել ա դիակի կողքին։ Արմանը իր անձնագիրը վերցրել ա բաժնից դուրս գալու ժամանակ։ Միջետ անձնագիրը եղել ա ոստիկանությունում։ Դա փաստ է։ Տեսեք, քանի որ ասում եք 2 օր արդեն ինչ դիակը հայտնաբերվել է, դա նշանակում է, որ Արմանը դրա հետ ոչ մի կապ չէր կարող ունենալ, որտեղ Արմանը առավոտյան է դուրս եկել ոստիկանությունից։ Դրա համար էլ նշում են, որ որոշակի անճշտություն կա։ Փաստն այն է, որ Արմանը այնտեղ է եղել, բայց այդ դեպքում հիմա որտեղ է, ինչու ոստիկաններին ոչինչ չի ասել։ Ու մի բան էլ կա,
Դիակի կողքին գումարի կապոց են հայտնաբերել։ Ու բավականին շատ գումար։ Գումար։ Արմանն է եղել այնտեղ։ Մտածում եք դրանք իրար հետ որոշակի կապ ունեն։ Չէ, ոչ մի բան էլ չեմ մտածում։ Դուք հիմա գնացեք, բայց միշտ եղեք ինձ հետ կապի մեջ։ Լավ։ Հաջողություն։ Հաջողություն։